Pit stop, ասել է թե վերալիցքավորում, բայց եթե Ֆորմուլա 1-ում վերալիցքավորվում են մեքենաները, սիրիահայ Պարուժ Մազլումյանը նույն արագությամբ, ինչպես ասում են, վերալիցքավորում է մարդկանց։ Դունը սարքում ենք ամեն ինչ եւ այստեղ բերում, դակացնում, դալիս ենք։ Մազլումյանների ընտանիքը 1.5 տարի առաջ է հաստատվել Երևանում, 6 ամիս առաջ որոշեցին արագ սննդի կետ բացել։ Թեև համեմունքներ օգտագործում են, բայց սենդվիչների, փոքր պիցցաների ու հոթ դոգերի համիկա։ Նիքը ամենևին էլ համեմունքները չեն, համոզված են։ Կարևորը, որ գործը սիրով է արվում։ Ռեսեպտը հոգի չունի, դուն հոգին մեջը պիտի ծնես։ Ասում ես, այս պիցցան լավն է, ջրիկներն են, ինքն տաքացնում են։ Pit stop-ից օգտվողները մշտական հաճախորդներ են դարձել։ Նրանք Մաշտոցի 21 հասցեում արագ սննդի կետի առաջարկած համեղ տեսականիով են աշխատանքային օրը ընդմիջում։ Նույնն էլ խորհուրդ են տալիս ընկերներին։ Մազլումյանների ձեռքով ուտեստը թեթև ու համեղ է ստացվում։ Այն անգամ տանտիկիներն են հավանել, դրանցով երեխաների ճաշն են ապահովում։ Շատ գոհ ենք իսկապես եւ համել մենք ինչ որտեղ էլ մտածված ենք գնում կատարում սիրիահայերից, հասկանալով, որ նրանք այսօր դա իրենց աշխատանքն է, ապրուստի միջոցն է եւ ուզում ենք, որ ինչ որ մի փոքր բանով էլ, քանի որ իրենք այստեղ նոր են հաստատվել, օգտակար լինենք իրենց։ Հալեպում ոսկերչությամբ զբաղվելը եկամտաբեր է եղել։ Այստեղ սակայն սնունդ վաճառելու դեպքում շահույթը չեն կարևորում։ Երևանյան արագ սննդի մյուս կետերի հետ ազնվորեն են մրցակցում։ Մեզի շահը չէ, որ մեկ սենդվիչ ծախենք 1000 շահենք կամ 500 շահենք։ 100 շահենք, 50 շահենք եւ միշտ աշխատենք։ Պատրաստ են աշխատել փոքր շահույթով, բայց դժվարություններն այս դեպքում էլ կան։ Սնունդը քաղաքակիրթ իրացնելու համար չեն կարողանում փաթեթավորման պարագաներ ձեռք բերել։ Սենդվիչի թուղթը դեռ մինչև այսօր չգիտենք որտեղից պիտի առնենք նորմալ եւ հարմար թուղթ։ Շատ բարձ բան է, որ մեզի պետք է։ Բայց չեն հանձնվում։ Երևանը ճանաչելու եւ իրենց ուզածը ձեռք բերելու համար դեռ ժամանակ կա։ Թերեզա Կադայեվչյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։